Լավաց այնս։ Ես չեմ ուզում, որ մենք այս հրապարակում այդքան հաճախ օգտագործենք խուճապ բառը։ Խուճապը իրենցն է, խուճապը Սերժիկինն է, խուճապը Ռոբիկինն է։ Մերը հաղթանակն է, մերը պայքարն է, մերը վստահությունն է ու հանգստությունն է։ Մենք հաղթելու ենք քոչարյանասերժական կլանին և հաստատակամ ենք մեր պայքարի մեջ, այնպես որ ես ուզում եմ ձեր դեմքերին տեսնել ինքնավստահություն, հանգստություն, հաղթանակ և վճռականություն։ Բերվող մարդիկ մտադիր են միանալ մեզ։ Սիրելի ժողովուրդ, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում բերել են տարբեր տեսակի դեղեր, որ ես օգտագործեմ և ձայնս բացվի։ Հիմա այստեղ Ազատության հրապարակում մեղրի մի հատ մեծ պահեստարան եք ուտակրել, որը հաղթանակի օրը միասին ուտելու ենք հրապարակում։ Հիմա մենք, ես արդեն ասացի իմ ելույթում, որ այսօր ընթանում է հոգեբանական պայքար։ Իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը ամեն օր իր մերձավորներին համոզում է, որ այսպիսի հանրահավաք վաղը էլ չի լինելու։ Նա ամեն օր իր մերձավորներին համոզում է, թե մի օր էլ և ամեն ինչ վերջ կլինի։ Վերջ լինելու է, բայց դա լինելու է ավազակապետության վերջը։ Սիրելի ժողովուրդ, այս պահին Ռոբերտ Քոչարյանը պարզաբանում է պահանջում իր ուժային կառույցների ղեկավարներից։ Երեկոյան այդ կառույցների ղեկավարները Ռոբերտ Քոչարյանին խոստացել են, որ այսօր Ազատության հրապարակը չի լցվելու։ Հիմա նա ասում է, որ պարզաբանում է պահանջում, թե ինչու է լիքը Ազատության հրապարակը։ Այսօր առավոտվանից գիշերը նրանք շարունակել են բիլդ միջոցները։ Անգամ դուք տեսնում եք, մոտակայքում մեքենաներ չեն թողում կայանել։ Շարունակվում են խուզարկությունները, մարդկանց առևանգումները։ Եվ այսօր ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայության հատվածը, ովքեր խոստումներ են տալիս Քոչարյանին,
ստիպված են խոստովանել, որի վիճակի չեն, հսկողության տակ առնել իրավիճակը, որովհետև այս շարժումը ոչ թե առանձին վերցրած ուժի, առանձին վերցրած գործ չի, այլ իսկապես համաժողովրդական շարժում է։ Ինչու է ազատության հրապարակը լիքը, որովհետև ձեզնից յուրաքանչյուրը այս պայքարը համարում է իր անձնական պայքարը և հաղթանակը լինելու է ձեզնից յուրաքանչյուրի անձնական հաղթանակը։ Մեր շարժումը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, ուրեմն պայքար, պայքար, մինչև վերջ, պայքար, պայքար, մինչև վերջ, պայքար, մինչև վերջ։ Եվ սա ամենակարևոր շեշտադրումն է, և ես ուզում եմ ասել, որ մենք արել ենք 500 հազարանոց հանրահավաքներ, բայց մենք երբեք չենք եղել ամբոխ ու չենք լինի ամբոխ։ Մենք եղել ենք մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, այսինքն այստեղ հավաքված են անհատներ, այստեղ հավաքված են քաղաքացիներ, և սա ոչ թե հեղեղ է, այլ քաղաքացիների գիտակցված, ակադեմիական, հոգևոր, բարոյական ժողով, որի հաղթանակը այլընտրանք չունի։ Ներում օգտագործում է այդպիսի արտահայտություն, նիրվանա, և մեր երթերը վերածվում են իսկապես այդպիսի մի բովանդակություն են ստանում, հանգիստ, խաղաղ, հաղթական, ինքնավստահ։ Ոստիկանական շարքերը այլևս այսպես կուռ ուսուսի տված չեն, երբ որ մեր երթը մոտենում է, նրանց դեմքերի ժպիտ է առաջանում, նրանք թուլանում են, կախում են վահանները, կախում են մահակները, աչքերները սկսում է պսպղալ։ Նրանք երթի ընթացքում հանդիպեցին և կողքի կանգնեցին։ Երթի մասնակից ինձ համար զարմանալի տեսարան էր։ Երթի մասնակիցը այսպես կատակով քանի անգամ հարվածեց այդ ոստիկանի փորին։ Կատակով ի պատասխան։ Այդ ոստիկանը փոխարենը լայն ժպտաց և գրկեց այդ քաղաքացուն։ Ես երկուսի անունն էլ գիտեմ, երկուսին էլ շատ լավ ճանաչում եմ, ուղղակի չեմ ուզում հիմա իրենց անունները այստեղ բարձրաձայնել, բայց սա ինձ համար, ես գիտեմ այդ ոստիկանն էլ լսում է ինձ, այդ քաղաքացին էլ լսում է, սա մի տեսակ հաշտության ակտ էր, որ տեղի ունեցավ Նալբանդյան փողոցում։ Դա վերջնականապես պարպեց այն ագրեսիան, որ կարող էր լինել ժողովրդի և ոստիկանության միջև։ Ժողովրդի և ոստիկանության միջև այլևս չկա լարվածություն։ Ես դա երաշխավորում եմ։ Եվ սա մեր այսօրվա երթի ամենակարևոր հաղթանակն էր։ Հաջորդ հաղթանակը պետական կառավարման մարմիններից, երբ որ մենք ողջունում էինք,
նաև իշխանական օլիգարխների պատկանող հիմնարկներից մեզ ողջունում են միշտ։ Այսօր նրանք մի ուրիշ ժեստել էին անում, այսպես ժավացույցն էին ցույց տալիս։ Իբր անհարմար ժամի եք երթանում։ Մենք էլ պատասխան ժեստն էինք անում, ասում էինք, երթի ժամը չի լինում հարմար կամ անհարմար, միացեք մեզ և հիմա, 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 Սիրելի ժողովուրդ, Հայաստանը գիտի արդեն, որ մեր շարժումը անկասելի է, գիտի արդեն, որ մեր հաղթանակը անխուսափելի է, գիտի արդեն, որ մենք պայքարելու ենք մինչև վերջ, պայքար, պայքար, մինչև վերջ, պայքար, պայքար, մինչև վերջ, պայքար, պայքար, մինչև վերջ։ Այսօր Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության խորհրդի քարտուղար են նշանակում մի մարդու, ում ընդամենը 7-8 ամիս առաջ մեղադրում էին պետական դավաճանության մեջ։ Հիշում եք չէ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քոչարյանը հեռուստատեսությամբ ասում էր, որ այդ քայլը հասնում է պետական դավաճանության։ Այսօր իսկապես պետական պաշտոնները բաշխվում են նրանց մեջ, ովքեր պետական դավաճան են։ Ինչ է, Սերժ Սարգսյանը պետական դավաճան չէ։ Ինչ է, եթե ոչ պետական դավաճանություն, սեփական ժողովրդի ձայները կեղծելը։ Գորիկ Հակոբյանը պետական դավաճան չէ։ Ինչ է, եթե ոչ պետական դավաճանություն, սեփական ժողովրդի դեմ դիվերսիա կազմակերպելը։ Իմիջայլոց այսօր մեր թերթում ազգային անվտանգության ծառայության մի խումբ սպաներ հանդես են եկել հոդվածով, որտեղ ասում են ազգային անվտանգության ծառայությունը Գորիկ Հակոբյանը չէ և ազգային անվտանգության ծառայության ազնիվ սպաները չեն կարող սեփական ժողովրդի դեմ դիվերսիա կազմակերպել։